Բարի սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ոնց եք, միացրել եմ ասեմ, որ ես մի քիչ մրսած եմ, մրսեցի ջերմուկում, բայց տարբեր տեսակի թեյեր եմ խմել և դեղամիջոց և հիմա մի քիչ և դեղ եմ խմել, մի քիչ հիմա լավ եմ, երեկ էի ահավորված, մրսած, ասեմ, որ հյուրիս լավ դիմավորեցինք, ընդունեցինք ջերմուկով, պտտվեցինք, ման եկանք ու երեկվա մեկնաբանություններն եմ կարդում, ասում եմ մարդիկ ինչքան հետաքրքիր են, չէ, գրել եմ, որ ձևական ես գնացել ջերմուկ, ոչ մի հյուր էլ չկար, բայց ասեմ, որ ինձ իմ հետևորդներից տեսել եք, որ քո դիտումները բարձրանա, ոչ, եթե մի մարդ հարգելիներս են հետաքրքրասեր հետևորդների համար եմ ասում, եթե մի մարդ մի անձնավորություն չի ցանկանում, որ իրեն նկարեն, թեկուզ ձայնը լսվի, ես հարգում եմ այդ մարդու որոշումը և իմ կողմից դա անկարգություն կլիներ, անշնորհքություն կլիներ, եթե մարդու կամքին հակառակ ես ինչ-որ մի բան նկարեի, ցուցադրեի, խնդրել է, որ իրեն չցուցադրեմ, չհրապարակեմ, ես հարգում եմ նրա որոշումը, իսկ ձևական ես ոչինչ չեմ անում, իմացեք, այ տեսնում եք, չէ, հիմա ես կարող եմ, նույնիսկ իմ հյուրը ինձ այնքան նվերներ էր բերել, այնքան նվերներ, այդ տուփերը, ծանրոցները բացելու պահն էլ ասեց մի նկարի և ես հարգեցի նրա որոշումը, իսկ հետո ես կարող եմ ցույց տալ, թե ինձ ինչեր է բերել, ոչ թե ինձ, այլ բոլորիս, ես կոֆես բարձրանա չթափի, ասեմ, որ կոֆեի տրամադրություն էլ չունեմ, մի քիչ մրսել եմ, կոֆեն դուրս չի գալի, բայց դե մի բաժակ խմեմ, շատ շուտ եմ արթնացել, հրաշք դեղից եմ խմում, Ամերիկայից է բերված, Թայլենոլ, շատ լավն է, 2 կոճակով խմում եմ, պետք է ուտեմ նոր խմեմ, 3 ժամը 1, ասեմ, որ այդ մրսածությունը, այդ բան վիճակը մոտիցս հանեց, այստեղ լավ նստեմ կոֆես խմեմ, հետո կցուցադրեմ ինչեր է, սա քաղցրավենիքներ են, դեղեն է, շոկոլադներ, վիտամիններ, դեղորայք է, հետո ցույց կտամ հատ, ես էլ չգիտեմ, բայց ասեմ ենքան համով են, դե գիտեք, ես էլ քաղցր-մաղցրի հետ հավես չունեմ, չեմ սիրում, ճիշտն ասած, բայց դե երեխաները սիրում են, ուտում են և շնորհակալություն եմ հայրերովին, Աստված օրհնի, եղանակն էլ տաք, հավեսին, արևոտ, բայց դե որ հիվանդ եմ, որ դուրս գնալու իսկական եղանակ կա մասուր բանի, բայց դե դուրսն էլ որ գամ օդափոխվեմ ավելի լավ, մաքուր օդ դուրս գամ, ենքան տեսականի ա բերել, ենքան տեսականի են, որ դե գիտեք, ես քաղցրեղեն չեմ սիրում, մեկ գրում եք, ինչի կոֆեի սեղանին կանֆետներ չկան, այսքան որ կա, լցրած ա, չեմ ուտում, չեմ սիրում, ես քաղցրեղեն, բայց դե երեխաները ուտում են, այստեղ հետաքրքիր համային ինչ-որ հետաքրքիր համեր կան, նուշն է քաղցրով սարքած, կամ ինչ-որ էլի հնդկական պոպոկ է, պնդուկ է, տարբեր համերով, նույնիսկ երշիկի համով կա, այստեղ դե ֆստղն է, այստեղ էլի կանֆետներ հերթով ցույց կտամ, բայց ինձ այս նուշը դուր եկավ, քաղցրե չի, ներն եմ ես ստացել նվեր, ինքը հավաքածու է մեծ, փոքր, գդալով, մեծ ափսեներով, համաններով, խորը տենց, սա փոքրն է, հարմար է սալատնից անել են, ճաշի համար շատ հարմար է, դա էլ եմ նվեր ստացել, և Աստված օրհնի ինձ նվեր բերողին, այսօր էլ պետք է
հետ վերադառնա Ամերիկան, նրան բարի թռիչք։ Իհարկե դե ես էլ մեր Հայաստանի իմ պատրաստած այդ մի քիչ չրերից տվեցի, ինչու եմ ասում մի քիչ, որովհետև շատ չէր կարող տանել, դե այդ ստուգում են օդանավակայանում, հետո կանանչիներ չորացրած տվեցի, հատուկ չորացրել էի։ Ես այդքան որ չորացնում սարքում եմ, պատրաստում այսպես բաների համար, որ հեռու տեղից գալիս են Հայաստանի համն ու հոտն է, չէ, որ գնում են անպայման կանաչիներ են տանում, չրեր, այնքան նվերներ ենք ստացել, որ պետք է դասավորեմ, համ ամառային հագուստներ, համ ձմեռային, կոշիկների տեսականին, մի խոսքով, ամեն ինչ։ Որոշել էի, որ չնկարեի ցույց տալ, բայց մի որոշ բաներ ցույց կտամ, ինչու եմ ցույց տալիս, ինչու բարկացա, հենց այն մարդկանց համար, որ ասում են այն հետ գրառումների պատճառով որոշեցի նկարել ցույց տալ, որ ասում են ձևական է, ոչ մի հյուրել չկա, իր կոնտենտն է ուզում բարձրացնել, իր մի խոսքով, որ ջերմուկում էլ շատ հետևորդների հանդիպեցի, նրանք էլ կարող են փաստել, որ ես իմ հյուրի հետ էի, ծանոթացրեցի, մի խոսքով շատ հետևորդների հանդիպեցի, որոշ մարդիկ գրել են, ինչ եք այդքանը միանգամից բացել, ասեմ, որ մեր հյուրը բացեց, ինքը այնքան ոգևորված էր, այնքան ուրախ էր և անպայման ուզում էր, որ մենք հերթով համերը փորձեինք, ժամերով այդ արկղերը բացում էինք ու այսպես մերիս էլ շատ լավ նվերներ ա բերել, պայուսակներ, որոնք իսկական հենց այդ բրենդային իսկական պայուսակներ են, մերին մի երկուսը հետը վերցրեց տարավ, մերին հյուրի հետ եկավ, բա ուր է, մերին չեկավ ջերմուկ, մերին էլ էր հիվանդ, մանավանդ որ հերթապահությունից էր դուրս եկել գործից, շատ վատ էր վիճակը, ինքը մնաց տունը, Աշոտը, Լիլիթը, ես և մեր հյուրը։ Ուրեմն հերթով ցույց տամ, թե ինչեր են, սա նուշն է, շաքարի փոշիով, աղային, հետաքրքիր համեր են, շատ հետաքրքիր, ես չեմ կարող բացատրել, թե ինչ է, բայց ընտիր բան է, ընտիր, հիկական պոպոկ է, պնդուկ է, շատ չգիտեմ ինչ ասեց, անունը մոռացա, կանֆետների տեսականի է, ես դե չեմ կերել, համերը չեմ փորձել, այս ամանի մեջ ուրեմ տարբեր ամանների մեջ են լցված, նույնից կարող է լինել հնդկական պոպոկ, բայց ուրիշ համով, սա ուրեմ նուշ երևի, սա աղի նուշ է, սա էլի նուշ է, առանձին աման է, բայց չգիտեմ ինչ համ է, փորձեմ, սա էլ ուրիշ համեր ընդհանրապես, սա վստահ, երևի բոլորն էլ սիրում են սրանից և չկա այնպիսի մի մարդ, որ չսիրի, վստահ, ու ասեմ շատ համով է, դե մեզ մոտ խանութներում մի փոքրիկ տոպրակը ահագին գումար արժե, սա ուրեմ շոկոլադե պատ կանֆետներ են ու այս պաչկայից ենք անել, մեջը նուռ է, իրա մեջը նռան միջուկ է, շատ համով է, մի հատ փորձել եմ, իհարկե էլի կա, այսպես մի հատ առանձին դնեմ, սրանք մի կողմի վրա դնեմ ու բերեմ մյուսները, հերթով ցույց եմ տալի ու ասեմ, որ մենք այս ամենին արժանացել ենք
ի սրտ է, իմ հետ է որդուհին շատ մեծ է գնահատել իմ աշխատասիրությունը, իմ ընտանիքին, երեխաների նվիրվածությունը, իմ բարությունը, իմ մաքրությունը, պարզությունը ու այս ամենը որոշեց, որ պետք է բերի մեզ նուշ է, կույզ է, պոպոկ է, նույնիսկ չամիչ է, հել որ քիչ-քիչ ուտենք չփչանա, այստեղ նորից ֆստխ է, հնդկական պոպոկ է, ահա, տնեմ այստեղ ինչ կա, այսպես գիտեք, որ սրանք բերել են Ամերիկայից, իրանք ճանապարհին տենց սեղմվել են տուփերը, բայց ոյ, հələ տեսնենք ինչ է։ Եմ որ ես հաստատ չեմ սիրում, չեմ ուտելու, կոնֆետներ են, հա, կոնֆետներ։ Լիլիթի աշկլուս, Լիլիթն է քաղցր շատ սիրում, սա էլ նորից էլ ցենց կոնֆետներ, ես ոչ մեկի, ոչ ոքի չեմ պարտադրում, որ ինձ նվերներ անեն, կամ խնդրեմ ինձ նվերներ անեն, ոչ, մարդկանց սրտով անցել է ու բերել են, մեզ հարգելով, մեր ընտանիքին սիրելով, Լիլիթին սիրելով, ահա և իմ կողմից էլ անշնորհքություն կլիներ, որ մերժեի ես, մարդը այդպես էր որոշել, ահա, սրանք էլ էլի կոնֆետներ են, բացել արդեն մեկը կերել են, համը փորձել են, կոնֆետներ են սրանք, սա էլ հետաքրքիր էլի, այսպես ոնց որ մեր մոտի մերսի բանբանյարկան լինի, չէ, ահա, սենց հատիկավոր, ես թվում է համեղ կլինի, հենց այդ պահին, որ բացում էր ծանրոցները, բացեց ու տեսեք հետաքրքիր, իրանք կոնֆետներ են, լիկյուր է մեջը, տարբեր մրգերի համերով, նայեք, ինչքան սիրուն է, երկու շեր, կոնֆետներ, սա էլ բացենք, էլի սրտիկ կոնֆետներ, ես մենակ ես քաղցրեղենն եմ ցույց տալու, քաղցրները, երևի թե նվերներս ցույց չտամ, բայց ասեմ, որ շատ նվերներ ենք ստացել, դեղեր են, էլի, ուրեմն սա թայվենոլ է, ասեմ, որ շատ լավներ են, որ ես մրսած էի, բացեցի ու խմեցի, պարացետամոլի էֆեկտն է տալիս, սա էլ վիտամիններ են, 50+, 50 կանանց համար, նայելով հասկանում եմ, որ լավ է սրտի համար, թոքերի համար, աչքի, ոսկորների, մի խոսքով 40+7 տաբլետկա, այդքան կա մեջը, ու այստեղ նշված է, թե ինչքան վիտամիններ է պարունակում, Աշոտն էլ կատակ անում, ասում եմ, մամա, մեկը պահի 50-ը կլրանակ խմես, բայց դե ինչ չի թվում, հիմա էլ կարող եմ խմել, մինչև 20, համարյա 27 թիվն է սա, մանկական վիտամիններ են, մալինայի համով, չգիտեմ, սա իմբիր է, ոյ լավը կլինի, սա հազի դեղ է, նուտելլա, էլի կոնֆետ, սա սենց M&M's է, արդեն Լիլիթը բացել է, վայելել, ճաշակել, Ամերիկայի կոֆե, շատ համով է, փորձել եմ, և սա էլ է սուրճ լուծվող, ինքը պնդուկի համով է, բացել ենք, փորձել ենք, այսպես, շատ լավն է, ասել սենց, ջրի շշեր են, 3 հատ կար Աշոտին, Լիլիթի համար, ինքը փակվող ու տաքությունը, սառնությունը պահում է, շատ լավ բան է սա,
Ահա, սա էլ այսպես, հա բերում եմ, սա էլ է էլի տերմոշիշ, Լիլիթը ջուրալից է, սա փազլ է, աշխարհի մայրցամաքներն են հավաքում, Լիլիթը արդեն մի քանի անգամ հավաքեց, հա, մայրցամաքներն է, սա էլ Լիլիթին շատ դուր եկավ, կանֆետներ, էլի նուշն է, էլի քաղցր մեղրով, ահա էլի այս հազի դեղերից է, սա արդեն բացել եմ, խմել եմ, էլի վիտամիններ, մի խոսքով լիքը բաներ, այսքանը սիրելի հետևորդներ, սա քաղցրեղեն, վիտամիններ, դեղեր ու պատկերացրեք, բա ինչքան հագուստ, կոսմետիկա, պայուսակներ, կոշիկներ, մի խոսքով ամեն ինչ, ես էլ քանի որ մրսած եմ, մրսածությունս պետք է թեյով խմեմ, տակ թեյեր, որ ապաքինվեմ, լիմոնով թեյ է, և ասեմ սա էլ լավ հրաշք դեղեր են, որ այս ամենը մեծ սիրով է արվել, նորից եմ ասում, որովհետև կհասկանաք, եթե որևիցե մեկ ուզում է ինչ-որ մեկին նվեր անել, դա ի սրտե է անում, չէ, իրեն ոչ ոք չի պարտադրում, չի ստիպում, մեր սրտի ցանկությունն է, օրինակ ես էլ ուզում եմ ինչ-որ մեկին նվեր անել, իմ սրտից է դա բխում, ես եմ կամենում, ստիպողաբար դա չի լինում, ինչ եմ ուզում ասել, որ այս ամեն ստացել եմ ի սրտե և էլի ով ինձ նվիրել է նա չցանկացավ երևալ, նկարահանվել, ասեց ես բարեգործ չեմ, որ երևամ կամ ինչ մարդիկ ինձ տեսնեն, մեծարեն կամ սենց ինենց, ես այդ ամենը արել եմ ի սրտե, սիրելով ձեր ընտանիքը, երեխաներին, Լիլիթին, գնահատելով իմ աշխատասիրությունը, մաքրությունը, բարությունն ու պարզությունը, դե ամեն մարդու սրտի չափ Աստված իրեն տալիս է, հենց այդպես չէ ասված, բարի մարդիկ մնում են բարի, նախանձները նախանձ, չարերը չարեր, բայց ես կուզեմ, որ բոլոր մարդիկ էլ բարի լինեն, բարին կամեցող լինեն և Աստված անպայման նրանց կտեսնի, կգնահատի և շնորհակալություն եմ հայտնում մեզ այսքան լավ նվերներ անելու համար, հետո ընթացքում տեսնեմ, հարմար գտնեմ, ցույց կտամ մի երկու շորեր, մորեր, ասեմ, որ այս ինչ է, սպարտիվկանել է ինքը ինձ նվեր արել վիլյուրից, շատ լավ, հարմար, տաք, այս սեզոնի իսկական, դնեմ սառը տեղ չփչանա, որ քիչ ուտեն, պատկերացրեք, որ լցած է լինում, շատ է լինում, էլ ոնց որ թե մարդ չուզենա վերցնի ուտի, սենց հագեցած լինեն, իմ երեխաներն էլ տենց ուտող երեխաներ չեն, իմ հետևորդուին էլ դա նկատեց, որ ճիշտ այդ պահը սեղան պահը ես չցուցադրեցի, զարմացավ, որ ինչքան քիչ են ուտում ու Լիլիթը, որ ընդհանրապես կարգին հաց չկերավ, զարմացավ ու ես ասում եմ այո, այդպես են, սարքում եմ, դնում եմ, չեն ուտում, շատ քիչ են սնվում, կարևորը, որ ունենամ տունը ամեն ինչ, հյուրասիրեմ, ես էլ եմ մարդկանց լավություն անում, նվիրում և մեծ հաճույք եմ դրանից ստանում, դե ինչ եմ ասում սիրելի հետևորդներս, լավ մնանք, առողջ լինենք, իրար հանդեպ լավ լինենք, բարի լինենք, հետևորդների մեծամասնությունը կուրախանա, կգրի բարով վայելեք, շնորհավոր, նախապես ասում եմ շնորհակալություն, վատ մեկնաբանություններ գրողներին էլ ասում եմ համբերություն, դուք էլ լավ եղեք, ձեզ էլ թող բոլորիդ էլ ցանկանում եմ լավ նվերներ, մարտակուրթի օրերն ես պետք է վայելեմ, Արտաշատ պետք է գնամ, ինք էլ են հիվանդ, թող իրենք էլ լավանան, ես էլ մի քիչ ես նվերները տեսնեմ, դասավորեմ, տեղավորեմ, ինչը ոնց է, ինչ է, ես էլ կգնամ մերոն ստոր։